Այս լեզվում ասում ես վաճառողին, թե ինչ ես ուզում։ Մաթեմատիկայում հաշվում ես գումարը խանութում։ Հայոց լեզվում բացատրում ես լուծման քայլերը բառերով։ Մաթեմատիկայում լուծում ես խնդիրը թվերով։ Հայոց լեզվում կարդում ես բաղադրատոմսը, մաթեմատիկայում չափում ես բաղադրիչները։ Հայոց լեզվում հարցնում ես կամ կարդում ես ցուցանակները, մաթեմատիկայում հաշվում ես ճանապարհի ժամանակը եւ երկարությունը։ Հայոց լեզվում կազմում ենք պայմանագրեր, մաթեմատիկայում հաշվում են եկամուտը եւ ծախսերը։ Մաթեմատիկայում կան օրենքներ եւ կանոններ։ Հայոց լեզվում էլ կա գերականական կանոններ, օրինակ գոյական, ածական, կապ, շաղկապ եւ այլն։ Հայոց լեզուն զարգացնում է ճշգրիտ արտահայտելու եւ ճիշտ ուղղագրությունը։ Մաթեմատիկան սովորեցնում է տրամաբանել, մտածել եւ քայլ առ քայլ ապացուցել ճիշտ լուծումը։ Մաթեմատիկան ունի իր նշանները, օրինակ գումարած, հանած, բաժանած եւ բազմապատկած եւ այլն։ Հայոց լեզուն նույնպես ունի իր նշանները, օրինակ ստորակետ, միջակետ, շեշտ եւ այլն։